Արարատ Միրզոյան այսօր ազգային ժողովում էր, որտեղ ասել է Արևմտյան Ադրբեջանի մասին խոսույթը ընկալում ենք որպես սպառնալիք Հայաստանի նկատմամբ։ Բայց մյուս կողմից կա լավատեսություն խաղաղության պայմանագրի Որ կողմից։ Մյուս կողմից այս հայտարարության հակառակ կողմից հնչում է լավատեսություն, որ պայմանագրի ստորագրման շուրջ դրական մթնոլորտ է ձևավորում։ Մի քիչ հակասություն կա այս երկու։ Մի քիչ չէ, շատ կա։ Բոլոր հայտարարությունները հակասական են։ Սպառնալիք է համարվում ադրբեջանական հռետորաբանությունը, մյուս կողմից հնարավոր է խաղաղության պայմանագրի ստորագրում, բայց սպառնալիքը պահպանվելու է ուրեմն։ Քանի անգամ է վարչապետը հայտարարել, որ Ադրբեջանը սպառնում է մեզ, սպառնում է պատերազմով, եւ քանի անգամ է ինքն իրեն հակասել, ասելով մենք այնքան մոտ չենք խաղաղությանը, որքան հիմա մենք պատրաստ ենք ստորագրել։ Այսինքն իշխանության բոլոր հայտարարությունները միմյանց շատ հակասում են։ Արտգործնախարարը կարող է մի բան ասել, վարչապետը մի բան ասել, կամ երկուսով կարող են մի բան ասել, հաջորդ անգամ լրիվ հակառակը ասել։ Իսկ մարդկանց էլ Ինչն է հակասում, ես չհասկացա։ Մարդիկ խաղաղության պայմանագիր են պատրաստել, համաձայնեցրել եւ սպասում են ստորագրման։ Ստորագրման։ Անհասկանալի ադրբեջանական խոսույթը այդ ֆոնին։ Ինչու է անհասկանալի։ Ադրբեջանը ունի օրակարգ եւ գնում է իր օրակարգով։ Մենք քանի որ չունենք օրակարգ, դրա համար մենք անընդհատ կախված ենք ադրբեջանական այդ օրակարգ։ Միրզոյանը ասում է, դա չի բխում հայ-ադրբեջանական օրակարգի շահերից եւ սպառնալիք է համարում։ Դա պատասխան չէ Ադրբեջանին։ Պատասխան է, հա, բայց հայտարարությունը մեկ այլ բան, իսկ ինչ ենք մենք անում այդ սպառնալիքը չզոքացնելու համար։ Իսկ ինչ պետք է անենք, Անի։ Մենք պետք է դիվանագիտական աշխատանք տանենք այդ առումով, որ Ադրբեջանը մեզ սպառնում է։ Իսկ մենք մեզ 4 կողմից հայտարարություններ են գալիս, Բրյուսելից, Վաշինգտոնից, Մոսկվայից, որ մենք ողջունում ենք Հայաստանի խիզախ դիրքորոշումները խաղաղության հետ կապված։ Եվ երկու կողմին անդադ կոչ են անում, որպեսզի իրենք ստորագրեն այդ պայմանագիրը։ Այսինքն հասկանում եք ինչ է կատարվում, չկա դիվանագիտական աշխատանք առայն, որ Ադրբեջանը մեզ սպառնում է։ Կա դիվանագիտական աշխատանք եւ հայտարարություն այն մասին, որ մենք հասել ենք արդեն, մենք մոտ ենք խաղաղությանը, բայց մենք միգուցե խոհանոցում հենց դա է տեղի ունենում։ Միգուցե հենց դա է։ Եթե դա տեղի ունենալ, ուրեմն դրսից եկող հայտարարությունները պետք է լինեին ուղղված Ադրբեջանին գալու եւ ստորագրելու խաղաղության պայմանագիրը։ Ձեզ հասկանալի է ինչու սահմանազատում առաջ չգնում։ Այդ գործընթացը վաղուց փակուղու մեջ է եւ առաջ էլ չէր գնալու, որովհետեւ խնդիրը ոչ թե սահմանազատում անելն էր Հայաստանի Հանրապետության հետ։ Եվ խնդիրը այն էր, որ պետք էր ուղղակի Հայաստանին զրկել Տավուշի ռազմավարական դիրքերից։ Հայաստանի հետ միջև վերջ սահմանազատում անելու օրակարգ Ադրբեջանը չունի։ Եթե անի այդ օրակարգը, ստացվում է Ադրբեջանը մեզ հետ գծում է բոլոր սահմանները եւ կապում է իր ձեռքերը հետագայում բոլոր ու նաեւ հարց է դրվելու մեր օկուպացված տարածքներից դուրս գալու։ Չի լինելու այդ սահմանազատումը եւ այդ սահմանազատումը չի լինելու նաեւ այն պատճառով, որ կա միջանցքի հարց։ Այս սպասումը Ադրբեջանի շահերից է բխում։ Միանշանակ Ադրբեջանի շահերից է բխում, որտեղ Ադրբեջանը ունի իր օրակարգը առայն, որ եթե միջանցքի հարցը չլուծվեց խաղաղ ճանապարհով եւ իր ուզած ճանապարհով, այդ հարցը իրենք Թուրքիան եւ Ադրբեջանը փորձելու են լուծել իրենց ճանապարհով, ոնց որ Ղարաբաղյան հարցը։ Եվ իրենք շատ ակնհայտ բաց դա հայտարարեցին, ԵԱԿ Մինսկի խումբը հարցը չլուծեց արդարացիորեն, այսինքն մեր կողմից արդարացիորեն, այդ հարցը մենք ստիպված եղանք լուծելու։ Եվ այդ հայտարարությանը որևէ հայտարարություն չհակակշռեց, որևէ հայտարարություն չեղավ, որ այսինքն Ադրբեջանը հայտարարությամբ արդարացրեց իր ռազմական ագրեսիան, իր միջազգային հանցագործությունները եւ որևէ հայտարարություն չեղավ ի պատասխան դրա, գոնե արևմուտքից, հա։ Իսկ հիմա ինքը կարող է նույն փորձը կիրառել եւ որևէ պատասխան էլի չի ստանալու դրա համար։ Ուղղակի պետք է ժամանակ եւ ճիշտ ժամանակ եւ առիթ Ադրբեջանին, դա է պետք։ Դա
Ադրբեջանի գործողությունները տարածված կարծիք է, որ համաձայնեցում է շատ կարևոր կենտրոնների հետ, երբեմն Մոսկվայի, երբեմն Անկարայի հետ։ Հիմա ես գալիս եմ Մոսկվայի հետ հարաբերություններին, դա իրական սրվածություն է Բաքվի եւ Մոսկվայի միջև, թե թատրոն է։ Ես կարծում եմ կա իրական սրվածություն։ Եվ դա ոչ թե տարածաշրջանային սրվածություն է, այլ դա աշխարհաքաղաքական սրվածություն է։ Ադրբեջանը խաղում է մի քանի բարձիկների վրա, հա, եւ այդ բարձիկներից մեկը միշտ պատրաստ է սեղմել ու ճնշում գործադրել Մոսկվայի վրա։ Եվ այդ ճնշումներից մեկը կարող է կապված լինել նաեւ Միջանցքի հարցի լուծման հետ։ Որտեվ ցանկացած այդպիսի ճնշում հիշեցում է Մոսկվային, որ այն նոյեմբերի 9-ի հայտարարությունը եռակողմ կա, որ երեք ստորագրել ենք, դու պատասխանատու ես, որ 9-րդ կետը իրագործվի։ Դե Մոսկվան կարող է մյուս կետերը բերել օրակարգ։ Եթե այդքան ուժ եւ կամք ունենա։ Ադրբեջանը ուրեմն վստահ է, որ չի բերվելու օրակարգ, որտեղ դրանք փաստացի իրականացված կետեր են եւ Մոսկվան այդքան լծակ չունի, որպեսզի նրանք բերի։ Եվ ես ասեմ, եթե Հայաստանը դրանք չի բերում օրակարգ, Մոսկվայի ինչին է պետք դա բերի օրակարգ։ Դե դա պետք է գա Հայաստանից։ Այդ օրակարգի կնքահայրը Մոսկվան է դրա համար։ Հայաստանը ամեն կերպ փորձում է ընդհանրապես ջնջել Ղարաբաղի հարցը։ Այս պահին Ադրբեջանը ամբողջ աշխարհում դիվանագիտական աշխատանք է տանում, որպեսզի մոռացվի Ղարաբաղի կոնֆլիկտը, այդ հարցը, որպես հայկական հարց։ Մոռացվի իր բոլոր ասպեկտներով, միջազգային դատական վճիռներով եւ փաստաթղթերով, չգիտեմ, ինքնորոշման իրավունքի տեսանկյունից եւ այսինքն ամեն կերպ այդ հարցը փորձում է ջնջվել եւ Հայաստանը օգնում է մի բան էլ այդ հարցում։ Օգնում է, իհարկե օգնում է։ Դե այդ հարցը չկա խաղաղության տեքստում, ինչի մասին դուք ակնարկում եք։ Այո, չկա։ Դա պետք է ուրիշ հարթակներում ակտիվացվի, եթե հնարավոր է դանել։ Էլի չի արվում, ճիշտ եք ասում։ Բայց այսօր մի բան էլ դեռ իրավական հարթակներում, որտեղ մենք ունենք հաջողություններ, մի բան էլ դա են ուզում հետ քաշել։ Այսինքն այդ լծակը բանակցային այդ լծակը, որը էլի կարող ենք օգտագործել, իրենք ուզում են այդ լծակն էլ ընդհանրապես հանել օրակարգից եւ ոչ մի բան չմնա, հա, անզեն գնան Ադրբեջանի հետ բանակցեն։ Այսօր Թուրքիայի եւ Հայաստանի ղեկավարների հեռախոսազրույցն է կայացել, ես չգիտեմ ում նախաձեռնությամբ։ Թուրքիայի Հայաստանի ամանորն են շնորհավորել։ Թուրքիայում։ Այո։ Իրենց տոնի հետ, հա, իրենց տոնի հետ կապված դա է եղել, բայց դա պարզակ քննարկվել են նաև այլ հարցեր։ Ռեգիոնալ հարցեր, այո։ Հայ-թուրքական։ Երևի Էրդողանը նաև շնորհակալություն է հայտնել Հայ ազգային եկեղեցու դեմ տարած պայքարի առիթով Նիկոլ Փաշինյանին։ Չէ, առանց դժվար։ Գիտեք, ուղղակի այդպեսի բան չի։ Ուղղակի շատ ներդաշնակ է, ես չեմ հորինում։ Առանց կամարանքի, չէ։ Գործողությունները շատ ներդաշնակ են բարձր։ Լավ, դա դրսի մոտնոլորտ է, այնինչ դուք նկարագրեցիք։ Կապ ունի Հայաստանի ընտրությունների ընթացքի տրամադրության ջերմաստիճանի հետ։ Դրսի մթնոլորտը ասելով ինչ նկատի ունեք։ Հայ-թուրքական, հայ-ադրբեջանական, հայ-ռուսական։ Բնականաբար մեկը մյուսի հետ կապված են եւ միանգամից ասեք, մենք գնում ենք հերթական ընտրությունների, թե ուրիշ բան էլ է հնարավոր տեղում։ Մենք գնում ենք հերթական ընտրությունների, որտեղ ես չեմ տեսնում որևէ ներքին քաղաքական պատճառ, որ կարող են լինել արտահերթ ընտրություններ, հատկապես խոշոր քաղաքներում իշխանության պարտությունից հետո, հա, եւ թե Երևանում, թե Գյումրիում եւ վիճակը ավելի է սրվել, հատկապես քաղաքներում, որովհետեւ այս վարքագիծը, որքան էլ իշխանությունը փորձի իր ընտրողներին մոբիլիզացնել կամ փորձի մի սեգմենտ ներգրավել, որին դուր է գալիս այս հայոյախառն
իրավիճակը, միևնույն է, մեծ քաղաքներում մարդիկ շատ հիասթափված են, եւ այս առումով Նիկոլ Փաշինյանի դիրքերը լավ չեն, որ ինքը գնա արտահերթ ընտրություններ։ Ում դիրքերն են լավ։ Միջև վերջ ինքը փորձելու է կորզել մի բան, որը իրեն ընտրություններին կտա հաղթաթուղթ, այդ մի բանը լինելու է խաղաղության թուղթը։ Բայց թե դա կլինի, չի լինի, ես վստահ չեմ, որ դա կլինի, բայց եթե դիտարկենք այն տեսանկյունից, որ Թուրքիան եւ Ադրբեջանի ձեռնտու է լինելու այս իշխանության վերընտրությունը, որովհետեւ այս իշխանության հետ աշխատելը շատ հեշտ է, հանգիստ, ինչ ուզում են տալիս է, ինչ ասում են անում է, հետեւաբար կարող են այնպիսի մի իրավիճակ ստեղծել, որ ինչ որ թուղթ նախաստորագրեն, հա? Եվ այդ թուղթը ոչ պայմանագիր։ Ոչ պայմանագիր, թուղթ պայմանագիր ստորագրելու մասին։ Եվ ուշագիր կլինի։ Օրինակ, հա, եւ այդ թուղթը ներկայացվի որպես արդեն խաղաղության մեկնարկ եւ այլն։ Հետո դա կլինի ուշագիր, ոչ թե պայմանագիր։ Բայց այդ թուղթը Հայաստանի չի փրկի դրան։ Հանգիստ եղեք, որոշակի մարդկանց դա կարող է խաբել։ Բայց ընտրություններից հետո Դուք չեք խաբվի, ես վստահ եմ։ Ես, այո, ես չեմ խաբվի հաստատ։ Բայց ընտրություններից հետո կարող է ամեն ինչ փոխվել եւ պարզվի, որ դա թուղթ էր ընդամենը եւ վիճակը նորից սրվի։